Եթե խնդրում եմ չանեք։ Եթե խնդրում եմ չանեք, ված բան եք անեմ։ Եթե ռաժում խնդրում եմ մեկ անի։ Եթե մենք անօրինական ինչ-որ ձևով եք անենք, անօրինական է։ Հենց մի անօրինական է։ Որացան անօրինական է ու գրվել է։ Մենք պատասխանատու ենք։ Հետ կողմ է, ով մի խոչընդոտեք ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, մի քիչ հետ կանգնեք, մի խանգարեք, խնդրում եմ ոչ մեկ չի խանգարել, պարոն Խաչատրյան, ոչ մեկ չի խանգարել։ Ես շնորհակալ կլինեմ։ Բալոյան ջան։ Ես ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ դուք ասում եք, չգիտենք, օրինական է թե արձանագրված արգելիս։ ուզում եմ արձանագրել, որտեղ չգիտեք սա օրինական է թե չէ, բայց ձեր հաղորդման հիման վրա ամեն ինչ արձանագրված է։ Որ այդ գործողությունը իրականացնել։ Գիտենալով թե դա Մենք վիդեո սեմ ձեռնարկում, մենք հասարակական բարդ ենք ապահովում։ Քաղաքացին ազանգել է ոստիկանություն, որ կանխեք իր Այսինքն պետք է սեփականության քարտանի հատակեկիցներ ստանդարտամիջոցներ, որտեղ այստեղ հստակ երևում է շինությունը եւ շինության դիմաց է այս հատվածը, որտեղ այս պայն ավտոկայանատեղին է, սա սեփականության իրավունքով պատկանող տարածք է։ Եվ կարող եք լրատվամիջոցներին խնդրեմ ամբողջ այս պարագիծը եւս նկարել ցույց տալ, որ ամբողջությամբ փակ է, հենց այնպես մեքենա չի կարող այստեղ մտնել։ Մեքենաները կարող են մտնել միայն սահմանված վայրերով, որտեղից արգելափակոցներ է դրված։ Դա էլ նախատեսված է վճարովի որպես ավտոկայան։ Այսինքն ձեզ առաջարկում են հանեն պաստառները, հետո իրենք հասկանան։ Մենք հանենք դու գնացեք դատարանում 2-3 տարի կբողոքարկեք ինչ կանեք, հետո կերևա մենք ոստիկանությունում կլինենք, քաղաքապետարանում աշխատելուց կլինենք, ինչ կլինենք, էական չի։ Հիմա մեզ հանրություն կա, որ սա պետք է շտապ հանվի, մենք հանում ենք, կապ չունի դա օրինական է, թե օրինական չի։ Ոստիկանությունն էլ ասում է կապ չունի օրինական է, թե օրինական չի։ Ես պետք է ապահովեմ, որ դա անեմ։ Մենք абսոլютно ժանր։ Երբ հյուսիսային պողոտայից էին հանում Տաշիր սթրիթի մուտքի եւ երկերի մոտից, ասում են գովազդի մասին օրենքներ խախտել։ Հիմա ասում են, երբ ասում եք սա գովազդ չիրազեկման ակցիա է, իրենք այլ բացատրություն են բերում։ Սա ինչ է նախապես։ Հյուսիսային պողոտայում ընդհանրապես էկրաններ են վերցրել կարևոր իրավունքությունների, որի վերաբերյալ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեն հաղորդում են ներկայացվել, մոտ 30-ից 40 միլիոն դրամ մոտավորապես այսպես նախնական ասել արժողությամբ գույքի կողոպուտի վերաբերյալ հաղորդում են ներկայացվել այդ ախտախազությունը այդ նույն իրավիճակն նույն իրազեկման ակցիան է որը չի հանդիսանում գովազդ եւ սրա մասով որևէ գովազդի հիմնավորումներով մտնել մարդկության տարած շփոթանցան իրավունքով պատկանող գույքը վնասել կամ ոչնչացնելով հանել իրավունք չունեն ապօրինի են ոստիկանությունն էլ նշում է, չգիտենք սա օրինական է թե օրինական չի, բայց մենք կապահովենք որ դա արվի։ Ասում եմ պարոն Ալոյան, ստացվում է որ իրանք ասում են որ դիմեք ոստիկանություն, դուք ոստիկանությունը կանչել, ոստիկանությունը իր երթին ասում է դիմեք ոստիկանություն։ Այո, անցել ավելի վատ է ոստիկանը իսկ դուք ո՞նց եք զանգել մամուլի բաժին ոստիկանության դիմել որ իմալ են կանխվել։ Մամուլի բաժին լրագրողներ օրինակ կարող են որևէ տեղեկություն հարցնել։ Կարող է հիմա դիմեք մամուլի բաժին զանգեն տեսնենք ինչ։ Կարող եք դուք դիմել ես հեռանամ, որպեսզի ինձ տեղ ներկա գտնվել ոչնչություն չտեսվի։ Չէ, բան չեմ կարող իրակի անել։ Մենք եկեք այս կողմ գանք 102-ով եք զանգել։ 102-ով ուրիշ համարով պետք է զանգեք, այնտեղ ուրիշ ոստիկաններ կան, իրանք կան իրանք տեղ։ Վայ, դա ցավոք չէ։ Մենակ 102։ Այս մի ոստիկանությունն է, որը գործողությունը չի անում։ Պարոն Ալյան, իսկ ահա զանգեր ստացել եք, որ այդ վայրերում որտեղ օրինակ կան այսպիսի պաստառներ իրազեկման, այս պահին չունեն։ պատրաստվում են։ Այս պահին դեռ չունեն։ Եվ պարոն Ալյան, մեկ հարց է, տեսեք, հաշվի առնելով այստեղ ձեզ տված բացատրությունը ոստիկանության կողմից, ոստիկանի կողմից, դուք ինչ եք կարծում, արդյոք արդարացի լուծում կստանա։ Դուք ասում եք հաղորդում ենք ներկայացրել։ Այստեղ ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցների իրավապահ համագարկից։ Տեսեք, քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոստիկանության աշխատակիցների գործողությունները վիճարկվել են վարչական դատավարության կարգով։ Այո, վարչական դատարանը շատ օբյեկտիվ եւ արդյունավետ աշխատող դատարան է եւ այնտեղ գործի իրավաչափ լուծում ստանալու ակնկալիքներ բնականաբար շատ մեծ են, բայց հարցն է, որ վարչական դատավարության կարգով գործերը մոտ 2-ից 3 տարի են միջինում քննվում եւ վերջնական որոշում ստացվում։ Իսկ այդ ժամանակ
այս ակցիան ընդհանրապես իմաստ չունենա։ Ժամանակ դուրս եկած կլինի սամվեստը։ Բնականաբար ոստիկանության կամ քաղաքապետարանի աշխատակիցները հավանաբար այնտեղ աշխատելու չեն, ավելի լավ տեղ գնացած կլեն կամ ավելի բարձր պաշտոնի գնացած կլեն, այսինքն իրադրությունը 3 տարի հետո ունենալը բանը իրավիճակի իմաստ չունի։ Այս է խնդիրը, այսինքն ասում մենք անենք, դուք գնացեք 2-3 տարի կբողոքարկեք դատանով, կհաստատվի, որ մենք 3 տարի առաջ ապրում ենք գործեր, օքեյ, մենք հիմա մեր բանը ցուցումը կանենք։ Շնորհակալ եմ շատ։ Դելա ոչ գոնե գովա։
Դուք քանդեք։ Ինչ եք, հեռու կանգնեք։ 5 մետր հեռու կանգնեք։ Այս մաքրոտը մեկ պստոր 5 մետր հեռու կանգնեք այ մոտ։ Ա